Բռնազավթված Արցախի Հաթերք գյուղում ադրբեջանցիները վերաբնակեցրել են 25 ընտանիք 91 բնակչով։ Ազատագրված տարածքներ վերադարձի ծրագիր են մոգոնել ու իբր դրա շրջանակում են անում այդ վերաբնակեցում կոչվածը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ մեկը մյուսին հերթ չտալով թմբկահարում են, թե իբր այդ վերաբնակիչ կոչվածները գյուղի բնիկներն են եղել։ Մշակութային ժառանգության փորձագետը չի զարմանում։ Նպատակաուղղված այս քաղաքականությամբ Ադրբեջանը հերթական պատմական կեղծիքն է առաջ մղում։ Ադրբեջանի այս հայտարարությունները մեր մասած զարմանք են առաջացնում, քանի որ առկա են դերևս խորհրդային տարիներին իրականացված մարդահամարի տվյալներ, որտեղ նշվում է բնակավայրի բնակչության էթնիկ կազմը, եւ ադրբեջանցիներ այդ տարածքում չեն ապրել։ Հաթերք բնակավայրը մշտապես ունեցել է հայկական բնակչություն։ Դա են վկայում նաև 19-րդ դարի վերջին արված մարդահամարի տվյալները։ Հերթական բեմադրությունն է, որով թոզ են փչում աշխարհի աչքին, ասում է պատմաբանը, ընդգծում։ Որքան էլ նոր սերնդին փորձեն մոլորեցնել, թե իրենք դարերով ապրել են այդ հողի վրա։ Միևնույնն է, ավագ սերունդը գիտի ճշմարտությունը, գիտի, որ Արցախը հայկական է։ Ադրբեջանցիները չեն շտապում վերադառնալ Արցախ, քանի որ վստահ չեն, որ նրանք այնտեղ երկար են մնալու։ Գիտակից մասն Ադրբեջանի շատ լավ գիտի, որ հակամարտությունը լուծված չէ, շատ լավ գիտի, որ նրանք խոսքը գնում է հայերի պատմական տարածքների մասին եւ կարծում եմ չեն ուզում հավելյալ անգամ վտարանդիության առաջ կանգնել։ Հաթերք գյուղը Արցախի ամենահին բնակավայրերից է, հարուստ բազմաթիվ հուշարձաններով։ Դրանք 2023-ի Արցախի հայաթափումից հետո հայտնվել են թշնամու ուղիղ թիրախում։ Գյուղի կենտրոնում է 17-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը եզակի է իր խաչքարերով։ Հայաթափված Հաթերքում, սակայն, Ադրբեջանը արդեն իսկ հասցրել է ավերել հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը եւ վանդալիզմի ենթարկել գյուղի եղբայրական գերեզմանատունը։ Միջազգային օրենսդրությունը պնդում է, որ գրավյալ տարածքներում, բռնազավթված տարածքներում անկախ ցանկացած իրավիճակից գրավյալ կողմը պարտավոր է պահպանել եւ պաշտպանել տեղի մշակութային լանդշաֆտը, ընդհանուր պատմությունը եւ հուշարձանները։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների ադրբեջանցիներով վերաբնակեցումը ունի եւ նաեւ ունեցել է պատմական լանդշաֆտի ոչնչացման եւ հայկական հետքի ոչնչացման նպատակ։ Հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիներից վրա, որպեսզի այսպես ասենք մենք մեր հույսը կտրենք մեր երկրից, որ ինքը արդեն այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնում է եւ մեր վերադարձը այդպիսով հնարավոր չի լինելու, անգամ աղավնոյում երբ նա սերտիֆիկատներ է բաժանել, այդ սեփականատերերը չեն շտապում գնալ աղավնո, ավելին փորձում են այդ տները վարձով տալ մեկ ուրիշին։ Ադրբեջանը կոպտորեն ոտնատակ է առնում մի շարք միջազգային կոնվենցիաներ, դրանք են պաշտպանում պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը, արգելելով այդ կոթողների դիտավորյալ ոչնչացումը, կեղծումը, ապօրինի փոփոխությունը։ Թշնամին էլ նոր սցենարներով օրորի զարկ է տալիս ֆանտազիային ու բացում երախը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։